ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը նախապատրաստվում է հսկայական ձյան փոթորկին, որի առաջին շունչն արդեն իսկ իրեն զգացնել է տալիս։ Փոթորկի ընթացքում սպասվում են մինչև կես մետր բարձրության ձյանտեղումներ։ Մայրաքաղաքում տեղակայված Միացյալ Նահանգների բոլոր պետական մարմինները կարող են մեկ օրով դադարեցնել աշխատանքը, անցնելով արտակարգ ռեժիմի։ Եղանակի տեսության ծառայությունների հաղորդմամբ փոթորիկը, որը տեղալու է ամբողջ ԱՄՆ-ի արևելյան ափին, ավարտվելու է միայն կիրակի առավոտյան։ Փոթորկի պատճառով ձյունածածկ և սառցածածկ փողոցներում արդեն իսկ ավտովթարներ և խցանումներ էին սկսել առաջանալ, և դա այն պայմաններում, որ դեռևս տեղացել է ուրբաթ երեկոյան սպասվածից 10 անգամ պակաս ձյուն։ Ղեկի առջև նստելուն պես ես գիտակցեցի, որ դա վատ գաղափար էր։ Արդեն 5 շաբթի սկսած ձյունը դարձավ ԱՄՆ-ի նախագահ Օբամայի օդանավի ուշացման պատճառ։ Ավելին, նախագահի շարասյունը Վաշինգտոնի փողոցներում խցանման մեջ էր հայտնվել։ Անհանգստացած քաղաքացիներն արդեն իսկ սկսել են նախապատրաստվել փոթորկին։ Սուպերմարկետներում հերթեր են գոյացել, իսկ սննդամթերքը գնում են ավելի արագ, քան այն հասցնում են շարել դարակներին։ Գնում ենք հասարակ բաներ, հաց, կարագ, կաթ ու պանիր։ Սննդամթերքից զատ գնում են նաև հակասառցային աղեր, բահեր և ձյուն մաքրելու այլ սարքեր։ Հատկապես աշխատավոր մարդիկ իրենց անհրաժեշտ ապրանքները պատվիրել են ինտերնետով։ Ջոն Գասովսկին նրանցից մեկն է։ Հույս ունեմ պատրաստությունները սապառ չէին և ահագին ձյուն է գալու։ Քաղաքային ծառայությունները նույնպես հայտարարել են, թե պատրաստ են ձյանը և դրա հետևանքներին։ Բնակիչներից շատերը, սակայն, մտադիր են ձյան փոթորիկն անցկացնել տանը ընտանիքի հետ, սառույցներից և վտանգներից հեռու։ Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։